որ շատ լավ։ Նախ հայտարարագրման մասով նշեմ, որ ես իմ խոսքում էլ նշեցի 54,000 քաղաքացիներ, եթե դրան ավելացնենք նաև մյուս հայտարարագրերը, մոտ 57,675 քաղաքացիներ դրացել են հայտարարագիրը եւ ինչպես նշեցի դրանց մեջ 23,000-ը սոցիալական կրեդիտներ են ստացել, մոտ 2 միլիարդից ավել եւ այստեղ տեսեք հարց եք տալիս պետական աշխատողներին, թե մասնավոր սեկտորի աշխատողներին, ես դա հիմա ձեռքից տակ չունեմ անկեղծ ասած եւ թե չափերը ինչքան են, դա աշխատանքային կարգով մենք ձեզ կփոխանցենք, եթե ձեզ հետաքրքիր է ավելի մանրամասն տվյալները, բայց էականը տեսեք նորից մենք մի անգամ էլ ենք առիթ ունեցել միասին խոսելու, էականը դինամիկան է, ասենք երբ որ նայում ենք օրինակ թե յուրաքանչյուր շաբաթ քանի քաղաքացի է հայտարարագիր դրացնում, իրականում բավական տենց հետաքրքիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա, ու մարդիկ աշճանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը եւ նաեւ շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաեւ այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն։ Ինչ վերաբերում է կազմակերպության ստուգմանը, քրեական վարույթների տեսանկյունից տեսեք, այս հարցը իհարկե քննարկել ենք, իհարկե պետական եկամուտների կոմիտեն չէ այն կառույցը, որը այս հարցին պիտի պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ։ Կազմակերպության տեսանկյունից ես հիմա տվյալ չունեմ, ճիշտ ասած, այդ կազմակերպությանը ստուգել ենք թե չէ, եթե կոնկրետ հարց կա, կառաջարկեմ ուղեք մեզ, մենք աշխատանքային, չէ, ստեղ չէ։ Հա։ Տեսեք, լավ, ես հարցը ավելի լավ հասկացա, երբ որ դուք բացեցիք փաղագծերը, մենք նախ որևէ կաշկանդվածություն չունենք որևէ մեկին ստուգելու։ Այստեղ կարևոր է, թե ինչպես ենք մենք ստուգումը իրականացնում։ Այսինքն ստուգումը պարզապես տեղեկատվության, ասենք ենթադրենք ինչ-որ մեկը ասեց, այստեղ պետք է ստուգում իրականացվի, այդպես տեղի չի ունենում։ Ինքը բավական մեծ պրոֆեսիոնալ աշխատանք է ու ռիսկերի համակարգի հիման վրա է։ Այսինքն երբ որ մենք ռիսկերը գնահատում ենք, բացահայտում ենք կոնկրետ կազմակերպություն, որը օրինակ իր հաշվետվությունները պատշաճ չի լրացնում կամ ինչ-որ բան է թաքցնում, այդ դեպքում նոր մենք իրականացնում ենք ստուգումներ եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այս 6 ամիսների ընթացքում, որ ես աշխատել եմ, չի եղել որևէ իրավիճակ, որ որևէ ստուգում, որը որ մեր ռիսկերի համակարգը ցույց է տալիս, որ մենք պետք է իրականացնենք, չիրականացնենք։ Հիմա կոնկրետ այդ կազմակերպության մասով արդեն աշխատանքային կարգով կարող ենք միասին աշխատել։ Հիմա չունեմ տվյալ ձեռքից տակ։